Այսօր իմ փոքրիկները հրաժեշտ են տանում կրթել տարրական դպրոցին։ Նրանք այսօր շատ ուզված են, նրանց համար այսօր հիշարժան օր։ Ամենայն լրությամբ խնդրում եմ, եկեք լսենք մեր երեխաներին, թե ինչպես են այսօր պատրաստվել նրանք ձեզ ներկայանալու։ Շնորհակալություն, խնդրում եմ պահպանեք լռություն և լսեք մեր փոքրիկներին և ձեր ջեր զգացելով ուղղավորեք նրանց։
ոչ այն ժողովուրդ, եթե մենք այդ բանն ենք ասում գտնված ազնագիր սուր տալու համար, այս օգնություն բառներում համար, որ մասնատեսություն դասելու պես։ Մենք կուզենայինք շատ որ այս բանը Մենք կուզենայինք շատ կուզենայինք նմանապես, որ այս բառը իրոք լիներ նոր և իրական։ Արևելք ասած կուզուկայի հանրագործի ուսուցումներին, ջանալներին, ուրեին և հարազանին։ Արևելք ասում մեր պարտ երկունքի և հենց ուի կանի եկնակ ապարում բասում բահրավ կուպես վիացավ։ Արև ենք ասում դրագրյալ ծովին, եպես նմ բարին մուծիվը բադրում եք եղել գնալա ու մեր բարևի կոտորին անգամ դարում ունի մեծ բարավին։ Ասում է դարնում է բարի ու մեր բարևի կարտակապար մարդները փոխում դարնում իրոք բարի։ Անդարելի բան աշխարհում չկա, եթե աշխարհում աշխում է բարին, որ մեր բերանում դարձել է բարի։ Ձեզ ենք ներկայացնում մեր փոքր զարմանալի մոլորակը, գուցե դպրոցը, որը այս 4 տարիների ընթացքում սիրեց ու փոխեց մեզ։ Մեր մանկության բոլորը խորհրդանշում է բարություն, խաղաղություն և ողջունում բոլորին։ Այսօր մենք շատ ուրախ ենք, որ կրկին այս թեմից ողջունում ենք ձեզ։ Ողջույն, ողջույն։ Սիրելի նրանք ձեր շուրջը տեսեք տեսքան գեղեցիկ և լավ բան անունների զարմանահրաշ մոլորակներ։ Մեր մոլորակը այնքան բազմազան է, այնքան հետաքրքիր, որ հնարավոր չէ ձանձրանալ բազմազանությունից։ Մեր մանկության զարմանահրաշ մոլորակում ապրում են հաշտ ու համերաշխ 19 տարբեր լույսի վառ ու ժպտուն շողեր սիրասեր։ Իսկ գիտեք, թե որն է մեր երջանկության հաշտ ու համերաշխ լինելու այցեքարտը, իհարկե ժպիտը, որը նաև ուզում ենք փոխանցել ձեզ։ Այսօր մեծ փոքր ինքնիզվար, այսօր մեծ հայտ հրահատուկ օր է, հրաժեշտ ձեր դպրոցի։ Մենք և ուրախ ենք, մենք և դուք ուր եք, որովհետև աշխարհը չեք կարող հետասնալ, ունենալու եք նոր ուսուցիչներ։ Ուրախ, որովհետև մենք բոլորս մեծացել ենք, շատ բաներ ենք սովորել, իսկ իմանք հայտար հայտարու բանված և բրակետ եկնել։ Հենց 2020 թվականի ուսումնական տարում սեպտեմբերի 1 միախառնված հուզված և երջանիկ ծնողների ձեռքը բռնած մի խումբ մանուկներ վախվորած քայլելով մտնում էին դպրոց։ Երբ առաջին անգամ մտան տեսասենյակ, տեսան իրենց ուսուցչուհուն, զգացին, որ հարազատ զգացողություն է թևածում դասասենյակում և հենց նույն պահին ձևավորվեց մի ընտանիք մանուկների մոլորակ անունով և ընտանիքի անդամները դարձան իրենց ուսուցչուհու պայծառ աստղներ։ Արմատներով ավելի ամուր կարգելով մեր հարազատ դպրոցին սկսեցինք սովորել, սիրել ու սիրել։
Այս 4 տարիների ընթացքում ունեցանք բազում ձեռքբերումներ երգի, բարի, սպորտի, արվեստի և այլ բնագավառներ։ Այս 4 տարիների ընթացքում մեր մի փոքր ավելի մեծացանք, ավելի հասուն դարձանք, մեծացանք, հասկացանք, թե ինչ է համավարակ, ինչ դժվարություններ ունեցանք և ինչպես հաղթահարեցինք։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի փոքրիկ իշխանի կերպարը և այդ օրվանից ես հասկացա, որ համակարգին անել վնասակար խնդիրները, որպեսզի դրանք չփոխարեն օգտակար բույսերին։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի համով փոքրիկ իշխանի կերպարը, ես հասկացա, որ բացի հայրական գեղեցկությունից կրթում ունի նաև հոգու գեղեցկություն, չէ՞ որ ես այս տարեկետել և գնահատել իմ որդի մեջ։ Կերպարը մարմնավորելիս ես հասկացա, որ աշխարհում ոչինչ էլ ոչ անգամ չես գտնի և դրա համար պատրաստ եմ ամբողջ այնով լողալ մի գործել մարդիկ գնահատել ձեր ունեցածը։ Երբ ես 6 տարեկան էի, այս շքերբեմից մարմնավորում էի թագավորին այցելած փոքրիկ իշխանի կերպար։ Ես հասկացա, որ կյանքում հեշտ է ուրիշին ծաղրել, ամենադժվարն է ինքդ քեզ դատել։ Երբ մի օր սովորես ինքդ քեզ դատել, նշանակում է, որ դու իմաստուն ես, և այդ օրվանից ես սովորեցի պատասխանատվություն կրել իմ արարքների համար։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի աղվեսի հանդիպած փոքրիկ իշխանի կերպարը, ես հասկացա, որ միայն ինքն ես հրատես և որ ամենագլխավորը աշխարհ չես տեսնի։ Ես հասկացա, որ մարդիկ մոռացել են մի պարզ ճշմարտություն. պետք է պատասխանատու լինել այն մարդկանց համար, ում սիրում են։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի փառասերի այցելած փոքրիկ իշխանի կերպարը, ես հասկացա, որ փառասերը չնայած որ մենակ էր, նա կարծում էր, որ այդ բոլորը պիտի ենթարկվեն իրեն։ Իր մասին բավականին մեծ կարծիք ուներ, չէ՞ որ մարդկանց միշտ թվում է, թե բոլորը հիացած են իրենցով։ Նրան թվում էր, թե այդ մոլորակի ամենագեղեցիկն է, ամենաշքերը հարուստն ու ճիշտը։ Ես 6 տարեկան էի, այս շքերբեմից մարմնավորում էի գործավարին այցելած փոքրիկ իշխանի կերպարը և այդ օրվանից մենք հասկացանք, որ ուրիշ է մեծահասակների աշխարհը, նրանք չեն նկատում այն, ինչ մեզ համար է տեսանելի, և այդ օրվանից ես հասկացա, որ չպիտի կորցնեմ հաղթահարել ամբողջ կյանքում վատ ու բարումներ ու ուղերձել։ Սիրելի աշակերտ, հիշիր, որ դու կարող ես, դու միշտ կարող ես, դու կհասնես մարդուները։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի իմ երեք մոլորակին հանդիպած փոքրիկ իշխանի կերպարը, հասկացա, որ այնուհետև փոքր է ու զվարճալի։ Նրա մեջ մի լապտեր ունի, լապտերավար էր տեղավորվում։ Երբ այդ լապտերը բացվում են, կարծես մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում, և ես հասկացա, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրականում կյանքում ամեն բան չէ, որ օգտակար է։ 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի լապտերավառի հանդիպած փոքրիկ իշխանի կերպարը և հասկացա, որ նա միակն էր, որ միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների և սա կյանքի ամենակարևոր նախապայմաններից մեկն է, որ կյանքում պետք չի միայն ապրել, այլ նաև ուրիշների համար և կյանքում պետք չի եսասեր լինել։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի մեծահար մոլորակում ապրող ծերունի աշխարհագրագետին, ես հասկացա մի պարզ բան, որ ամենակարևոր խոսքն այն է, որ պետք է ապացուցես այն ամենը, ինչու մասին որ դու խոսում ես, այլ ոչ թե ինչ կրկիտ փչում է։ Երբ ես 6 տարեկան էի, այս բեմից մարմնավորում էի սլաքավարին հանդիպած փոքրիկ իշխանի կերպարը, ես հասկացա մեծահասակների կյանքի իմաստը և ժամանակի զգացումը, երբ որ նրանք անիքով շտապում են, նրանք ժամանակ են խնայում։
հասկացա, որ պահպանները մինչև մեծանալը փոքր են եղել և գարնուղը կարող է հեշտությամբ դրանք ուտել։ Դա նշանակում է, որ մարդկանց մոտ գնված պատշաճանմունքները սկզբնական շրջանում հեշտությամբ արմատախիլ կարելի է ունել, հակառակ դեպքում դրանք կվերածվեն մեծ ուստա բաղբաղի։ Ես ուզում եմ ասել չէ, մեր ուսուցչու փոքրիկ իշխաններն կարեկան հավատում են, որ մենք հանենք բարձունների։ Այսօր մեզ համար ուտելու է հրաժեշտի խոհաշն հրաժեշտ մեր առաջին ուսուցումը և մարդուցանը, որը մեզ պարգևեց բարական դպրոցը։ Ուզում եմ, որ մեր փոքրիկ սիրտը, որը գեղեցիկ ու կոկիկ դրախտի նման մաքուր է, նվիրենք մի մարդու, որի բոլորը շատ ենք սիրում, և այդ սիրտը մայրերին ենք նվիրում։ Պիտը թավեշ պահելու համար արևից ոսկե շողեր կբերեմ, քեզ ավեշ կողքից պահելու համար նուրբ ծաղիկների ցամփուր կբերեմ, քեզ ավեշ կողքից պահելու համար գիտեմ ուզածը լամակ կլինեմ, քեզ ավեշ կողքից պահելու համար մարզում իջած աստուն կավորեմ։ Արես նման է իմ արենիքին, նրա պես չնջ է, նրա պես հանգիստ և սեր, և ես
արտորից ելով երջանիկ ձեզ փառք եմ տալիս իմ անուշ Մարի։ Աշխարհում միայն մի սուրբ հայրենիք, աշխարհում միայն մի անուշ Մարիկ, այում եմ մորս ինչ ասեմ նրան, գիշերները անկում ինձ անորեն, ծրկաններ քաշել տանջակներ գրել, ինչ են մոլացել էլի քիչ վայրի։ Անեմ գանձերը հայոց տերների չար կամ բոլորը մորս ոտքի տակ աղելի քիչ է աղքիչ էլի։ Չար կամ մարգարիտ համայն զողերի ծաղիկների հետ ոտքս մորս ոտքի տակ աղելի քիչ է աղքիչ էլի։ Հաց բերեն բոլոր գանձերն աստղերի զույգ հատկերից հետ գիցեն ոտքի տակ մորս ոտքի տակ աղքիչ էլի։ Իմ կարմուրը ինձ համար շատ սիրուն է, որ ժպիտով ինձ արկապույն, իմն է դարձնում ողջ աշխարհը։ Երբ նայում եմ քո աչքերին, որ շարժարն են մտնում, երբ քո դեմքի ժպիտը արևներին ողջում եմ։ Երբ մայրս աշխարհում, օրերն ուրախ են անցնում, երբ մորս ճուշտ է վզգում, շատ հպարտ եմ ինձ զգում։ Հետևում եմ անմիջապես մայրիկիս մոտ եմ վազում, թե ուրախ եմ հրջևանքս ինձ մայրիկիս հետ եմ գիսում, բարի ժպտունի մայրիկից չեմ թաքցնում ես ոչինչ, մայրս ասես գիտուն լինի, գիտի ամեն ինչ։ Մամ, ամեն արևոտ քրակ շողերն են իմ ջերմ համբույր, մամ դու իմ արևն ես, քո համբույրով է իմ օրը բացվում, մամ դու իմ օրն ես, երբեն իմ օրոցքի, առաջին հնչյունն իմ մայրենի, մամ դու իմ սրտիկն ես, քո սրտիկից եմ իմը պարտկայել, որ քո նման սիրեմ բոլորին, առանց նախանձի ու մեծ վայություն։ Մի արև գաղում մի երկինք, մի սիրտ գաղում մի լուսին, մի գեղեցիկ հայրենիք ու մի մայրիկ թանկագին։ Մայր սրբություն ամենասուրբ, մայր նրբություն ամենանուր, դու ամենից քանքուշ ես, դու ամենից ավելի։ Մամ դու իմ արևն ես, իմ աչքերի վարկուտն ես, իմ ժպիտն ես, իմ կյանքն ես, դու իմ բարի մշտավուն։ Հայրիկ դարուն ես, կանան հայտար արևն ես, անուշ փիլով կոտով, դու իմ բացկած ծառ։ Հայրիկ դու իմ մեկրատն ես, իմ մեկրատի բերին ես, դու իմ մեծ մոլորանն ես, ես սիրում եմ հայրիկ ես։ Հայրիկ դու իմ հրեշտակն ես, իմ թավ իմ գանձն ես, սրտի ծերը ծովն անապ, սիրում եմ քեզ նամպի չոր։ Հայրիկ, դու իմ հրեշտակն ես, դու արբուն եմ խաղաղից, դու իմ պաշտպանն ես, պատահական եմ հարիկ ես։ Մեր դասվարը կարսին է պրոտագրել մեր, բանիված ես տեխնագոր, հավերաշ պաշտպանասեր, ընկերասեր ու մասասեր, աշխույժ և չարաճճի։ Ասում են դաստիարակությունը գիտելիքից ավելի կարևոր է, սակայն մեր դպրոցը երկուսն էլ տվել է, այնքան բան է մեզ տվել, բայց նրանցից մեկը ընդհանուր է, բոլորս են դա մեր ընկերությունն է, որ մշտապես հաստատվեց մեր սրտի տնական։ Մեր ընկերությունը նույնիսկ համեղ է, քաղցրահան է, որովհետև մեր սովորություն ունենք հենց այնպես քաղցրավենիք կամ շոկոլադ բերել և հաճույքով հյուրասիրել մեր ընկերներին։ Մեր ընկերությունը սկսեց մեծանալ, ամեն բացվող օրվա հետ, հատկապես այդ գործում օգնեցին մեր ուսուցիչները, նրանք մեր սերմանեցին մեր դպրոցական ընկերությունը։ Մեր ընկերությունը այնքան ամուր է, որ բաժանվել չեք կարող ոչ խաղի մեջ, ոչ դպրոցում, ոչ էլ ամբողջ աշխարհում։ Կյանքում բարձր չի թանան, քանի որ դա արմատն է, լավ ընկերը չի մոռացվի, ինչքան էլ որ հեռու է։ Եթե ընկերս ընկեր չհետևի
Մայնամայնորե կյանքում գալուն է գոսնորին ես կամ Իմանու կյանքի համար քեզ նորեկալ եմ Իսկ հիշում եմ թե ինչպես օրում էիր ինձ պատմում է քյան Ամեն անգամ դու եկես այդով Աստորեն մեր սրտում մի փոքրիկ տեղ մնաց և գիտեք թե ում համար ենք պատել են մեր սիրելի Հիսուսու համար։ Շատ մասնագիտություններ գիտենք, բայց չգիտենք այնպիսի մի մասնագիտություն, որի մեջ այսքան կյանք ու շունչ կա։ Ուսուցիչ, սեր, հոգատարություն, կեմություն, բավարշանք ու համբերություն, որքան ջանք ու եռանք կա ձեր աշխատանքում, որքան եք դուք նվիրված ուսումին, որքան սեր հոգատարություն կա անարանում, որքան եք դուք նվիրված ուսումին։ 6 տարեկան բոլորը ճամփաներով դանոց, մորը Սեփեբին Բեռնաց, դպրոց մտա ամարկոց, դուք սպտացիք մտերմիկ հարազատիկ եմ սիրով, դպրոցի բագը փոքրիկ, դարձավ մեծ ու լուսավոր։ Ես շատ փոքր էի և դպրոց մտա և ինչ հրաշք էր այնտեղ ձեզ կտա, ես հանգիստ մայրիկից ձեր թողեցի և ձեր հայացքից համուր կարճացի։ Գազնեն օրեր ու տարիներ, բայց տվկակ ինձ հետ տվկակ հանգիպանության ներդիմ առաջին ուսուցիչ։ Դուք ուսուցիչ, դուք երկրորդներ, այսքան բարի համբերադար ձեր աշխերին ու խորքերից դուրս է հորդում ջինջ ու վարում։ Իմ բարի ձեզ քիչ է գովել գանձերն աշխարհից, ես նվեր բերել, ուզում եմ որ դուք միշտ կողքից լինեք, իմ լավ գործերը նվեր ընդունեք։ Գիտեմ որ հուսեր եք ինձ են կապել ձեր տարիներից ինձ եք նվիրվել, գիտեք որ կյանքում համար կդառնամ ու դրա համար ձեզ եմ բարդացել։ Ու ես չիմացա այդ երբ ինչպես արեցին անցան տարիները 4 տարիների ներդրնեցացա և ես խոսք ու խորհուրդ պահած իմ մեջ։ Աշխարհի հրաշալիքներ
չի հիշվում, պաշտարապես ես ուզում եմ ուզում ես բանի վրա, որին վերջում անեմ վերջում նրա շարի կոչեմ, որպես անեմ, որպես մորուսուչի։ Կարելի է այս աշխարհում ապրել առանց բունի, աննայեցական ապրել առանց լույսի և ուսուցչի։ Մեր սիրելի ուսուցչուհի, ցավալեցի կատի ուրեն ինչպես հաշվեք ունեք մարդան, անիմաց և ուշին կազմում, դուք եք կարել մեզ տան կարավ մեր պեսիրում, ես միշտ
տուրներ արեցինք, նոր գիտելիքներ ձեռք բերեցինք, սովորեցինք լավ ընկերներ լինել, հասկանալ և ներել միմյանց, և դրա համար ողջ միմյանց ձեզ եք պարտական, մեր սիրելի ուսուցիչ։ Ավարտական 4 դասարանից ապչում ենք կատարում հասունացման շեմի պատասխանատու շրջան, առավել պատասխանատու է եղել ձեր աշխատանքը մեր հարգելի դասվար, դուք եք այն արեխակը, այն ջերմության մոլորակը, որի շողերից ոչ միայն ջերմանում, այլ կյանքով ու կենդանությամբ են լցվում։ Այսքանով ավարտեցինք մեր այսօրվա միջոցառումը, հրաժեշտ առաջին քրիչուկու և կրսեր դպրոցի։ Կարծում եմ, որ իմ երեխաները իմ փոխարեն ամեն ինչ արդեն ասացի։ Սիրելիները, շատ շնորհակալ եմ այսպես ներկայանալու և ինձ մեծ հաճույք պարգևելու, նաև ձեր ծնողներին, անպատշաճ։ Դուք մոլորակ շուրջ քայլող աստղեր, երեխաներ, մինչև հիմա իմ շուրջ եք քայլել։ Հիմա ես վստահ ճանապարհում եմ ձեզ դեպի միջին դպրոց։ Վստահ լինելով, որ զինված եք շատ մեծ գիտելիքներով, հուսով եմ, որ կյանքում լավ մարդիկ կդառնաք և կարդարացնեք թե ինձ, թե ձեր ծնողներին։ Եվ մի օր ես հպարտանալու եմ, որ մի օր դուք եղել եք ինձ տաները։ Ապրեք, շատ ապրեք։ Չմտածեք, ճիշտ ես ձեզ ուղարկում եմ միջին դպրոց, ձեր դասարը չեմ լինելու, բայց ես միշտ ձեր կողքին կլինեմ։ Երբ որ ես ձեր պետք եմ, իմացեք, որ ես կամ ու ես միշտ ձեր կողքին եմ։ Կրկին շնորհակալ եմ, սիրելիներս, ապրեք շատ։ Հիմա ծնողներ ջան, ստիպում եմ որպես տարական դասարանի փակման համար նրանց բոլորին վրա գովասանատեր գիտելիքներով զինված և մարդկային բարձր հատկանիշներով օժտված։ Ես նրանց դուք ինձ ինչպես նոր տվեցիք նրանց ձեռքից բռնած բերեցիք դպրոց, նոր վախորած քայլերով ամաչկով այսօր ձեզ ես տալիս եմ ձեր երեխաներին հասուն, վերարգետ բանիմաց մարդիկ։ Շնորհակալ եմ, որ նրանց պես երեխաներ եք դաստիարակել։ Ճիշտ է, 4 տարիների ընթացքում մենք շատ դժվարություն ունեցանք, բայց այս դժվարությունները մեկ փաստով հաղթահարեցինք։ Շատ ձեռքբերումներ ունեցանք, նրանք շատ խելացի են։ Ճիշտ է, երեխա են, նաև ունեցել են թերություններ, բայց դաստիարակված են, խելացի են, ինչ կանել, որ չարություն անեն, գիտեն իրենց չափը։ Դրա համար էլ այսօր նրանք արժանանում են այս կոչմանը, նրանք գիտելիքով զինված են, վստահ կարող եմ դա ասել, որպես նրանց դասվար։ Կկա երեխաներ ջան, երևի ձեր դասվարը չեմ լինի, բայց ձեր ուսուցիչը երևի մինչև վերջը կլինի։ Ավետության մեկրտիչ ջան,
Արսենի Սեյն Մաթևոսյան Արչինյան Իվան Իլիան Նարդ Իլիան Նարդ Ներքո գետար շնորհիցեք, ես գիտեք դերասանի արտադրությունները, դերասանքի ուժերը շատ է գնահատում դերասանի երեխաներն բոլոր շատ լավն է, լավ երեխաներ հույս ունեն, որ միջին դասարանում երավի լավ ուսովորեք ներքո աշխատանքը ճանքերը ջուր չեկեց։ Շնորհակալ եմ նույնիսկ տնօրներից, դերասանքներ պատասխան նանա մտեսանին, շնորհակալություն բոլորից շնորհակալ եմ բոլոր կողմից բոլորը կողմից շնորհավորում եմ մեր չոր ասարաշ ես դոկտորի խոչին դեպով հույս կունեմ որ ապրում եմ դեպի կարողանքը էր ավելի բարձր աշխատանքը մանկավերնություն պետություններով շնորհակալություն բոլորի կողմից շնորհավորում եմ շնորհակալություն հայտնում եմ Նանա Մովսիսյանին շնորհավորում եմ այսպիսի դեպքերներ որ միշտ